Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք։ Մայրաթորում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Քննարկման առանցքում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, իշխանությունների հակաեկեղեցական արշավն է։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը նշել է, թե կարգապահական հանձնախումբը քննարկում է Տեր Տարոնի եւ Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ որոշում կընդունվի, Տեր Եսային չի մանրամասնել։ Հիշեցնեմ, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն Հովանավանքում մասնակցել է կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանի, այսինքն Տեր Արամի մատուցած պատարագին։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն Facebook-յան իր էջում մի շարք գրառումներ է արել, աջակցություն հայտնելով կարգալույց այրված քահանայի հայտարարություններին ու գրառումներին։ Հաղարծինի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանը եւս աջակցություն է հայտնել կարգալույց հռչակված քահանային։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս կիրակի մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը Ազատության հետ զրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Մինչ Մայրաթորը պաշտոնական հաղորդագրությամբ Հովանավանքի պատարակները սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն arczepiskopos Միրզախանյանն անվանում է դրանք պատարակ։ Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարակների հոգևոր արարողության։ Մենք ազատ երկրում ենք ապրում եւ բնականաբար կարող ենք գնալ ու մասնակցել, նշել է նա։ Arczepiskopos-ի տեսակետը ստացվում է տարբերվում է Մայրաթորի պաշտոնական տեսակետից։ Էջմիածինը այդ արարողություններն անվավեր է համարում, նշում, որ Հովանավանքը պիտի վերասրբագործվի։ Վազգեն Սրբազանը մի պատմության մեջ էր ընկել Նիկոլ Փաշինյանի Էստոնիա կատարած այցի ժամանակ։ Նա Հայաստանի վարչապետին էր ջերմորեն ընդունել Տալինի հայկական եկեղեցում, օրհնել նրան, ողջունել քայլերը դեպի Եվրամիություն։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ ու առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիություն իր քայլերը անի, նշել էր նա։ Այս դրվագը սակայն դուր չէր եկել Էջմիածնին, այնտեղից Սրբազանի մտքերը անվանել էին սուբյեկտիվ, նրան հորդորել շրջահայաց լինել։ Բուրըն քննարկումների տեղիք է տվել նաև կաթողիկոսի եղբոր Պուտինի կողմից շքանշանի արժանանալու փաստը։ Ռուսաստանում նոյեմբերի 4-ին նշվում էր ժողովրդի միասնության օրը։ Օրվա տոնական խորհրդին համապատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական բարձր պարգևներ է հանձնել Ռուսաստանի մի շարք մշակութային հասարակական գործիչների, կրոնական, հոգևոր եւ ազգային համայնքների առաջնորդների։ Պարգևատրվողների ցանկում էր նաև հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Նա արժանացել է Ալեքսանդր Նևսկու շքանշանին։ Այսօր վարչապետ Փաշինյանը անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից Եզրաս Ներսիսյանի պարգևատրմանը, ասել է, որ չունի մեկնաբանություն, բայց կասկածներ է հայտնել։ Վերաբերում է պարգևատրման փաստին չունեմ մեկնաբանություն, ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Այդ թվում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Համեն դեպս մեր օրենքը չի արգելում, այլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա պետք չի բացառել։ Այնուհետև վարչապետ Փաշինյանը պնդել է, Եզրաս Ներսիսյանը հավաքագրված է։ Չեմ ասել եպիսկոպոսներից մեկ ասել եմ Եզրաս, ասել եմ Կտրիչ Ներսյանի եղբայրը, չէ՞, տենց եմ, չէ՞, այսինքն տենց չի, որ ես տենց ինչ-որ անորոշ բան եմ ասել, ես նկատի եմ ունեցել, կարծեմ թե մի անունն եմ տվել, եթե չեմ սխալվում ամբյոնից, ամենայն դեպս ես տենց եմ հիշում, որ եթե տենց շատ կոնկրետ անունը չեմ ասել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը եւս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա եւ կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ խորհրդային միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ
Այժմ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, ձեր ոչ հետևողական քայլերը, եթե ոչ ազգակործան, բերում են հիմա նրան, որ դուք ոչ միայն չեք կարողանում հանգուցալուծել եկեղեցու վերնախավի հետ կապված ձեր սկզբանե առաջադրած նպատակը կամ թնջուկը կամ արժեքային հարցը եւ այլն, այլ բերում է, որ թիրախում են հայտնվում այլ հոգեվորականներ, նրանք հերթով, շարքով, կարգալույծ են արվում։ Դուք պատասխանատվություն չեք կրում դրա համար։ Այդ պատասխանատվության ենթարկվող քահանաները, եկեղեցականները ոչ թե եւ ոչ միայն թիրախավորվում եւ պատասխանատվության են ենթարկվում իրենց տարբերվող կարծիքի համար այն փուլից, երբ մենք բարձրաձայնեցինք խնդիրների մասին, այլ փաստեր կան, որ դրանից առաջ կհիշենք տարբեր արդեն կարգալույծ եղած քահանաների այն փաստարկումները, որ տարբեր առիթներով նրանց կարգալույծ են արել, օրինակ այն պատճառով, որ չեն եկել ընդդեմ իշխանության հանրահավաքների օրինակ, այնպես որ սա մեր առաջացրած խնդիրը չէ։ Պարզապես այս մասին խոսակցությունները առիթ դարձան, որպեսզի շատ հոգևորականներ սկսեն իրականում խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եկեղեցու ներսում եւ որոնց հետ հաշտ չեն, որովհետեւ եթե դու սրտացավ ես եւ իրոք, հա, այդ արժեքները, հոգեվոր արժեքները կրող մարդ ես, Աստծուն մոտ մարդ ես, դու չես կարող աչք փակել այն արատավոր երևույթների դեմ, որոնք արկա են որոշ հոգեվորականների մոտ եւ այս մարդիկ խոսում են եւ ինչպես տեսնում եք սա ձնագնդի էֆեկտով մեծանում է, հա, այս խոսակցությունները ավելի շատ հոգեվորականներ են խոսում, նոր ես իդեպ ծանոթ չէի վերջին, հա, այդ ռեպորտաժին, որտեղ Մերս Բալթյան թեմի առաջնորդն էր խոսել նաեւ, այսինքն ամեն օր անընդհատ մենք լսում ենք սրա մասին։ Ես չեմ կասկածում, որ եւ Տեր Թադեն եւ Տեր Տարոնը կարգալույծ են լինելու։ Ես սրա մասին մի քանի օր մինչ կարգապահական այդ նիստերը ես էլի այդ մասին խոսել եմ, որ ակնհայտ է, որ կարգալույծ են լինելու, որովհետեւ եւ արժանանալու են Տեր Արամի բախտին թույլ տվեք ասել, որովհետեւ պարզ է, որ եթե Կտրիչ Ներսիսյանի կարծիքից տարբերվող կարծիք ես հայտնում, դու պետք է կարգալույծ լինես, վերջ, ուրեմն դու Աստծուց հեռու ես, դու բան ես, այսինքն Կտրիչ Ներսիսյանը դենց Աստված էր, իր կարծիքից կարծիք էլ հնարավոր չէ արտահայտել։ Էլ չեմ ասում, որ ձևակերպեցիկ խնդիրները լուծելու փոխարեն մենք բնավ կոչված չենք այդ խնդիրները լուծելու։ Այդ խնդիրները պետք է լուծի եկեղեցին իր ընթացակարգերով, իր կառույցներով, իր մեջ եղած։ Եվ մենք ընդհանրապես իբրև հավատացյալ դրա մասին ընդհանրապես խոսողներն ենք։ Մենք այդ խնդիրները իզորու չենք եւ իրավասու չենք լուծելու։ Բնավ, մենք չենք ուզում լուծել եւ չենք կարող լուծել այդ խնդիրները։ Մենք ասում ենք խնդիրները լուծեք, հարգելի հոգևորականներ, հավաքվեք եւ լուծեք։ Բայց այստեղ բանը այն ջայլամի քաղաքականությունն է։ Կտրիչ Ներսիսյանը այտենց գլուխը մցրել է ավազի մեջ եւ ասում է ես չեմ լսում այդ խոսակցությունները եւ իմ հավատացյալ ժողովուրդը արժանի չէ, որ ես հերքեմ կամ հաստատեմ։ Բայց գիտեք ինչի ոչ հերքում է, ոչ հաստատում է, որովհետեւ դե բնականաբար հերքում հաստատել պարզ է, որ չի կանգնելու հաստատի, որովհետև հենց սկսի հերքման այդ խոսակցությունը կամ իրենց խողովակներով հավաքը եւ քննարկումը այդ հարցի, նրանք բախվելու են այն փաստի հետ, որ կուսակրոնության ուխտը խախտված է, հետեւաբար նա ի սկզբանե չէր կարող դառնալ կաթողիկոս։ Այդ դրա համար չեն խոսում։ Ով է տալու այդ փաստը։ Այդ փաստը պետք է այդ եկեղեցական խորհուրդ է կոչվում։ Կարող է նրանք վստահ են, որ այս մարդը կուսակրոն է, ոչ մի երեխա էլ չունի։ Ուրեմն նրանք էլ են կտրված իրենց հավատացյալ ժողովրդից եւ ես էլ եմ վստահ, դրանում բոլորն են վստահ։ Այդ մարդը ունի անուն ազգանուն, անգամ էլեկշնում դուք կարող եք գտնել այդ մարդու բանը, անուն ազգանուն հայրանուն, այդ մարդը գոյություն ունի։ Եվ երջանիկ պատահականությամբ կրկնվող այնպիսի անուն ազգանուն եւ հայրանուն չէ, որ եւս մեկը հանդիպենք գոնե։ Այդ նման մարդ գոյություն ունի, նա կա, նա ապրում է, նրա մասին այսօր ընդդիմադիր համարվող լրատվամիջոցները ժամանակին մի քանի նյութեր են արել, դա էլ հոմեր հետ կապ չունի, հրապարակի հոդվածների մասին են խոսում։ Եվ դրա համար էլ ուղղակի անհնար է, որ ուղղակի գիտեն, որ իրենք էլ կարգալույծ կլինեն եւ այդ բռնապետական կարգերով ներսում գործող մայրաթոռում եւ դրա համար իրենք էլ են լռում, որովհետեւ հիմա տարբեր բաներից են օգտվում, առավելություններից են օգտվում։ Բայց կշարունակեն օգտվել։ Հնարավորություններ եւ կլռեն։
Ինչ է լինելու հետո։ Դե գիտեք 18 թվականին Հայաստանի ներսում էլ ոչ ոք չէր սպասում, որ կլինի իշխանության փոփոխություն, հեղափոխություն, մտածում էին, որ այդ նույն այդ բռնապետական ձեռքը նաև Հայաստանում է եւ ժողովուրդը չի կարող։ Ես ուզում եմ ասել, որ իրենք էլ թող մոտենան ժողովրդին, իջնեն այդ բանից իրենց երկնքից իջնեն եւ հասկանան, որ ժողովուրդն է որոշողը։ Իրենք առանց ժողովրդի, առանց հավատավոր ժողովրդի, իրենց հոտի ուղղակի ոչ մի բանի մասին են եկեղեցում, չէ՞։ Իրենք հավատացյալների համար են։ Եթե իրենք հավատացյալներից կտրված են, նրանց մեսիջները չեն լսում, բողոքները, բարձրացած հարցերը, ապա իրենք ինչի համար են։ Այնպես ինչ բախտ ունեցավ Սերժ Սարգսյանը իր բանով, այդ ապարատով, այնպես էլ կունենա Կտրիչ Ներսիսյանը։ Եվ իր կողքը գտնվող այն մարդիկ, որոնք պետք է այդ խնդրին առնչվեն եւ աչք են փակում, նույն կերպ ջայլամի տենց բան են, խումբ են հավաքված եւ մցնում են գլուխները ավազների մեջ, պետք է հասկանան, որ ժողովուրդը այդ իրենց մարմնի մնացած մասերը տեսնում է հողի վրա։ Հողի մեջ միայն իրենց գլուխներն է, միայն իրենք չեն տեսնում։ Այդ հոգեվոր հավաքից նորություն չկա։ Ես չեմ հետևել, բայց ախր գիտենք չէ ինչ է լինելու։ Գիտենք որ կարգալույծ են լինելու այդ մարդիկ։ Մենք վստահ ենք դրանում։ Նույն կերպ ինչպես Տեր Արամը եղավ, որովհետև ասել են, որ այո, եկեղեցում խնդիր կա, որովհետև աջակցել են իրենց հոգևոր եղբորը Տեր Արամին։ Ես նաև նույն Հովանավանքում տեսել եմ, հա, օրինակ Տեր Թադեին, եւ տեսնում ես արդեն վստահ ես, որ կամ ինչ որ գրառում ես տեսնում, վստահ ես, որ այս մարդն էլ գնաց այդ ճանապարհով, վերջ։ Մինչև այդ օղակը կտրվի միտեղ եւ վերջ։ Հոգևոր հավաքն է կտրելու այդ օղակը։ Ես եթե մարգարե լինեի միգուցե։ Չէ, ուզում հասկանալ էլի ձեր պլանները ոնց են։ Մենք պլաններ չունենք։ Մենք ականջալուր ենք մեր հասարակության բոլոր խոսակցություններին եւ հարցերին եւ հասարակության մեջ այս հարցերը կան, չկա մարդ, որը ասում է, չէ, Կտրիչ Ներսիսյանը այսպես չէ, այդ խնդիրը ներսում չկա, այս բարքերը ներսում չկա, բոլորը գիտեն, ախր հələ գնացեք մի հատ Էջմիածին, էլի։ Մենք մի քիչ Էջմիածինից հեռու գտնվելով շատ բաներ չենք տեսնում, Էջմիածնում շատ բան են տեսնում։ Դուք մի հատ այդ քաղաքացիներին հարցրեք։ Եկեղեցու այդ մայրաթորի շուրջ գտնվող, ապրող, ամեն օր իրենց աչքով տեսնող, ящикների ճռռոցների տակ ապրող մարդկանց, հարցրեք այդ մարդկանց բարքերի մասին։ Էլ չեմ խոսում այն կուսակրոնության ուխտ, այն բանի Քոչարյանի նախընտրական շտաբ, որպես դարձած, հա, քաղաքականության մեջ տենց թևերը բանարած մտած մարդկանց, այդ մասին չեմ խոսում։ Հələ մի հատ իրենց ապրելակերպը, իրեն ինչ կապ ունեն հոգևորի հետ։ Ինչ կապ ունեն։ Վարչապետ Փաշինյանը բայց մենք մոռացել ենք Հայր Միքայելի պատմությունը, այս ընթացքում մոռացել ենք Տաթևի թեմի, հա, նրան անգամ արգելել էին իր մասին ինչ որ պատմություններ հորինվեց մայրաթորում։ Եվ նրան անգամ արգելել էին եկեղեցում, հա, բաներ մարեց այդ պատմությունը։ Այդ պատմությանը հիմա ուղղակի չենք անդրադառնում, մոռացել ենք, ես հենց նոր ուղղակի հիշեցի, բայց նույն այդ մինչ այս խոսակցությունների սկսելը նույն այդ թրիտակով Կտրիչի անցած մարդ Հայր Միքայելն էր։ Մի հատ Հայր Միքայելի խոսացածը լսեք, ցանկացած մարդով գնում է Տաթև վանական համալիր, նրանց հիացմունքը նրա մասին, նրա զրույցները, նրա ապրելակերպը, նրա պատկերացումները, մի հատ այդ մարդուն նայեք ու նայեք բանին, ասենք Արշակին իր ящикով։ Ախր տարբեր բաների մասին մենք որ ասում ենք խնդիրներ կա, դա չի վերաբերում բոլոր հոգևորականներին։ Փառք Աստծո, մենք ունենք շատ լավ հոգևորականներ, հիրավի հոգևոր աշխարհին մոտ գտնվող մարդիկ, բայց որ կա դրանց կողքը այն բանում վերևում այն որոշում ընդունող հատվածում կարգալույց համարող մարդկանց, հա, հոգևորականային հատվածում մարդիկ, որոնք կապ չունեն հոգևորի հետ։ Սա փաստ է եւ դա գիտեն բոլորը։ Մի հարց Արշակ, որ ասում եք, դա ես նշում որ դիվանապետ Արշակ Սրբազան կամ չգիտեմ ասում են Խաչատրյան, ու խառնվել է ամեն ինչ իրար, հայտնի տեսանյութերի ենթադրաբար հերոսը, այսպես ասենք։ Այսօր վարչապետը անդրադարձավ նաեւ այդ տեսանյութերին, նշելով, որ հարցրեցին դուք իրեն նկատի ունեիք, եւ հիշում եք ազգային ժողովում էր խոսում վարչապետը դրա մասին, եւ նաեւ իր հայտնի գրառումը, հա, որ մեծ աղմուկ առաջացրեց քերականոջ մասին։ Վարչապետը ասաց, որ նախ առաջինը
ցավով արձանագրում է, որ այդպիսի վարք բնորոշ կարող է չլինել զուտ մեկ հոգու, այսինքն Արշակ Խաչատրյանին կամ Սրբազանին, եւ հետո ասաց, որ տեղեկությունների փաստահեն լինելու կամ առասարակ տեղեկությունների մասով ասաց, որ նաեւ ժողովուրդն է այդ տեղեկությունների կրողը, եւ հենց շատ բան գալիս է այդ նույն ժողովրդից, այստեղ հարց է առաջանում, դեռ 7 տարի առաջ YouTube-ում կա այդ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը, հա, բայց այս շարժման մասին չեմ ուզում խոսել։ Հոգևորականներ էին գնում տարբեր հեռուստաընկերություններ եւ պատմում էին այն ամեն ինչի մասին դուք հիմա խոսում եք։ Ինչու այդ ժամանակ ականջալուր չեղաք այդ հոգևորականներին։ Սկզբից գամ ու վերջից էլ հարցին պատասխանեմ։ Նախ ես էլ ելնում եմ այն կանխավարկածից, որ Արշակ Սրբազանը չէ տեսանյութում, որտեղ ինքը հերքում է, որ դա ինքն է, ես այդ տեսանյութի ծագումնաբանությունը չգիտեմ եւ նաեւ խստիվ դատապարտել եմ ցանկացած անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման դեպք, ցանկացած յուրաքանչյուրին վերաբերող։ Այլ բան է, որ առհասարակ հոգեվորականները, որոնք նման ուխտ են տվել, չպետք է ունենան անձնական կյանք, անկախ նրանից ում հետ է այդ անձնական կյանքը, ինչ բան է, հա, կողմնորոշման է, բացարձակ, դա մի կողմ եմ դնում, չպետք է ունենան անձնական կյանք եւ վերջ։ Որտեւ նաեւ շատերը այդ բարձր այդ պաշտոնների եկեղեցական հասել են, կարողացել են հասնել, որտեւ համարվել են կուսակրոն, որտեւ չես կարող հասնել, եթե դու կուսակրոն չես։ Որտեւ շատերը ասել են մենք ամուսնացել ենք եւ չեն հավակնել բարձր տեղերի։ Ինչ վերաբերում է 7 տարի առաջվա շարժմանը, շարժմանը չէ, էլի հոգևորականների կողմից հարցազրույցն է, որտեղ մանրամասն պատմել այն ամեն ինչ մասին մենք ինչու մենք այն ժամանակ ականջալուր չեղանք, որովհետև մենք ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ վստահ ենք եղել եւ կարծել ենք, որ այդ խնդիրները ներսում պետք է լուծվեն։ Պետք է հանդգնել խոսել դրա մասին, որովհետև պոպուլյար չէ այդ մասին խոսել, որովհետև Աստծուց վախեցեք, Աստծուց կստանաք, չէ, լսում եք ինչեր են ասում։ Պոպուլյար չէ, ամեն ինչ նորմալ է, всё։ Փակ է, մութ է, ոչ մեկը չենք տեսնում, չենք լսում, դա ամեն ինչ պետք է որ նորմալ լինի, վերջ նորմալ է։ Գնացեք, խաչակնքվեք, մոմը վառեք, դուրս եկեք։ Էդ է ժողովրդինը, չէ։ Ասում ենք խնդիր կա, դրա մասին խոսում ենք, ոչինչ որ քննադատվում ենք։ Եվ ասել ենք խոսենք, թող ներսում այդ խնդիրները լուծվեն, որովհետև մենք չենք ուզում, մենք չենք հավակնում ունենալ ինչ որ հոգևորական, որը կօրհնի խաղաղության ճանապարհը, ինչպես հանդգնել էր թույլ տվեք ասել հայր Վազգենը կարծեմ։ Մենք ուզում ենք ունենալ այնպիսի հոգևոր առաջնորդ, որը իրականում հոգևոր առաջնորդ է, արժանի է իր կոչմանը։ Ինչևէ այն ժամանակ էլ, ինչպես հիմա, մենք չենք ուզել խառնվել ինչ-որ մի բանի։ Դուք եթե հետ գնանք 6-7 տարի առաջ, կհիշեք ինչպիսի լեգիտիմություն եւ ինչպիսի բան ուներ այսօրվա իշխանությունը, այսինքն ցանկությունը արտահայտելու դեպքում դա վայրկյանական կիրականացվեր, հա, ես մի քանի առիթով ասել եմ, եթե անգամ մենք այն մարդկանց, որոնց համարում ենք, որ արժանի են կանգնեցնենք պատի տակ եւ դյուրենք, ինչպես պահանջում են հիմա շատերը, մենք խնդիր չենք ունենա դրա հետ այդ պահին, որտեվ կասեն լավ եք անում եք, լավ եք անում եւ վերջ, բայց ասում ենք չէ, դա ժողովրդավար չէ, սա սահմանադրական չէ, մենք չենք խառնում, հիմա էլ մենք էլի չենք խառնվում, մենք ուղղակի ավելի բարձրաձայն ենք խոսում, այդքան բան, մենք ինչ ենք խառնվել, ինչ ենք արել։ Ինչ են կարել։ Մենք մեղավոր ենք, որ ինչ որ մեկը հավաքագրված է, այն մյուսը տարբեր օրենսգրքեր է խախտում Հայաստանի Հանրապետության։ Հոգևորական լինելով, հոգևոր ծառայություն ստանձնելով, դու չես կարող թաքնվել այդ սքեմի տակ ու գործես արարքներ, որոնք այլ քաղաքացու, ցանկացած շինարարի, իրավաբանի, ուսուցչի համար անթույլատրել է։ Դու եւս նույն քաղաքացին ես, նույն իրավասություններով, օրենքներով, պարտավորություններով, եւ դու չես կարող խախտել եւ չպատասխանատվության չենթարկվել, իսկ մյուս օրինակ ուսուցիչը խախտի եւ պատասխանատվության ենթարկվի։ Մեկ մարդ այդ է թվում, ասում են բանը, ախր նա հոգևորական, նրանց չի կարելի կպնել, վերջ, նա հոգևորական է, վերջ, նա բարերար է, վերջ, չի կարելի կպնել, բարերարության հիմքով չի կարելի, մարդը կարող ինչ ուզի անի, ախր այդպես չէ։ Դե, այդ որ ասեցիք ժամանակին պատերի տակ գյուլելու մասին, նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Այո, նախկին այն իշխանավորներին եւ նրանց մերձ շրջապատին, որոնք այժմ էլ տարբեր հոդվածներով ասում են, որոնք թալանել էին երկիրը, որոնց հանդեպ այսօր էլ վերադարձնելու պետությունից գողացածը, հա, հայտեր կան, դատավճիռներ կան արդեն իսկ եւ այլն։ Բայց տեսեք, հա, քանի որ Սերժ Սարգսյանից խոսեցինք, ասում են
Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից, դրվագը վերաբերում է Միխայել Բաղդասարովի գործարար ցուցմունքին եւ այլն, կանչեցին Սերժ Սարգսյանին դատարան, անգամ հաշվի չառան դատավորի ընտանիքում արձանագրված մահը, հետո դատարանները մերժել են այդ հարցը, ուստի ստիպված բեմադրել են այս էժան շոուն։ 3 անգամ նախորեն Սերժ Սարգսյանին կանչեցին դատարան, որ այդ ի վերջո խափանման միջոցը փոխվի, հա, այսպես մերժվեց, հիմա այսօր արեցին հանրապետականները ասում են մի կերպ իշխանության թելադրանքով մի դատավոր գտնվեց եւ դարեցնք ռեպրեսիաներ են Սերժ Սարգսյանի։ Ես անգամ չգիտեի այդ ընթացքը, երեք տեսել եմ Սերժ Սարգսյանի ելույթը դատարանի դիմաց հավանաբար, դրան անդրադարձել եմ անգամ քաղաքական իմաստով, բայց դատարանը ինչ է որոշում, ինչ է անում, դա ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Լավ, մենք ինչ կապ ունենք։ Ես ասեմ անգամ այդ ընթացքը 3 անգամ գնալ, հիմա որ տվել են, փակել են, ես իրականում չեմ տիրապետում։ Քաղաքական գործիչներից ոչ ոք չի տիրապետում նման բաներին, ախր այդ ժամանակները իրականում անցած են։ Ես ինքս օրինակ ինչ որ դատական գործերով եմ անցնում, որպես պատասխանող, որպես հայցվոր, հա, բայց ես իմ դատավորի անուն ազգանունն էլ երևի չգիտեմ, էլի, որոշ դեպքերում։ Այսինքն դատարանը դա այն անկախ տեղն է, որտեղ չպետք է ոչ իշխանության ձեռքը հասնի, ոչ ընդդիմության։ Դատարանը ինչ որոշեց։ Այդ ոնց է որ լինում է որ դատարանը ինչ որ իրենց նպաստավոր որոշում է կայացնում, որը իրենց ի նպաստ է։ Ասում են, այ դուք այնպիսի գործեր եք կարում, ասում են, գայս են դատարան փլվում են, այսինքն դատարանը անկախ է, գործ կա որը փլվում է, գործ կա որը իօքու ձեռ է, այդտեղ արդար է, այդտեղ նորմալ է։ Բայց մյուս դեպքում ասում են արդար չի։ Այդպես չի։ Մեզ գիտեք նաև ինչու են մեղադրում։ Ոչ միայն նախկին իշխանությունների պատասխանատվությամբ ամբողջությամբ, հա, չենթարկվել է, այլև որ այդ նույն դատարաններին երբեմն հասնում են ընդդիմադիրների ձեռքերը, նախկին իշխանության։ Մեզ դրա մեջ են մեղադրում։ Այսինքն մենք ասում ենք մեր կողմից անկախ է դատարանը։ Մենք ունենք պարտավորություն բյուջեի, բարելավումների, հատկացումների, ռեֆորմների համար, բայց որպեսզի այս գործն այսպես լինի, Սերժ Սարգսյանը այնպես չլինի, սա ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է իր հայտարարությունը, որ ասում էր, ասել էր երեք, ես եթե իմանամ ինձ ցմա դատապարտում է հասնում, ես չեմ գնա, որովհետև սա իմ հայրենիքն է։ Բայց այս քո երկիրն է։ Բայց քո մերձ շրջապատը, քո բանը, Կոստանյան, չգիտեմ, Սուրիկ Խաչատրյան, բազմաթիվ Հասմիկ Պողոսյան, նախարար, մարզպետ, Միհրան Պողոսյան։ Ես բազմաթիվ անուններ ինչ հիշել եմ եւ քաղաքացիները անընդհատ ինձ անձնական նամակով կամ մեկնաբանությունով անընդհատ նոր անուններ էին տալիս այդ նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք հիմա քանի որ պատասխանատվության ենթարկելու գործընթաց է, իրենք թողել եւ փախել են, թռել են Հայաստանից։ Այսինքն այդ մարդկանց համար սա երկիր չէր, բայց այդ Սերժ Սարգսյանն է այս մարդկանց բերել։ Ինչու է այս ականները դրել երկրի տակ, այդ օտարներով, ինչու է լցրել Հայաստանի Հանրապետությունը։ Ինքն էլ տենց ոչ մի բանի չէր տիրապետում, չգիտեր, որ իր գլխավոր դատախազը երբ քաղաքացի է, ինչը չէր կարող լինել։ Ինքը չգիտեր։ Պաշտպանության նախարար։ Ինքը պաշտպանության նախարար, ինքը այսինքն չէր տիրապետում իրավիճակին, թե առանց իր գլխից թռել էին եւ նման բանային, հա, հակաօրինական բանային թույլ տվել լիներ։ Բարձր չէ որ տիրապետել էր։ Ուղղակի այդ պահին ոնց կմանիպուլացնես, ինչ կանես, այդ պահին այն կողմնորոշվում, այդպես է։ Ուղղակի որ նման վերնագիր դնեն իրենց կողմից վճարվող լրատվամիջոցները, կստանա շատ լայքեր։ Այ դրա համար այդ նախադասություններն ասվում են։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ տեսեք վարչապետը այսօր էլ վերահաստատեց, որ Եզրասներ Սիսյանը գործակալ է, հավաքագրված է ՊԱԿ-ի կողմից։ Եթե այդպես է, մենք կարող ենք նաև տրամաբանական կարծիք կամ տրամաբանական մոտեցում ունենալ, որ նրա եղբայրը, օրինակ ինչպես կարող է լինել կաթողիկոսը եւ անմասն, հա, որովհետև նա էլ այնտեղ Ռուսաստանում է թեմի առաջնորդ, մի խոսքով շատ խճճված է, հա, ինչ որ ենթադրությունների տեղիք տվող բաներ։ Օրինակ, դուք ինչ եք կարծում, որ հիմա Եզրասներ Սիսյանը գա Հայաստան, օրինակ, նույն Սամվել Կարապետյանի ինչ որ դատական նիստի աջակցության կամ ուղղակի, նա պետք է ձերբակալվի։ Չէ, դուք ինչ ոնց եք մտածում, էլի, ասեն գործակալ է մարդը, հետեւաբար սպասարկում էր երկրի շահերը լինելով իբր քո երկրի հոգևոր առաջնորդը, պրոբլեմ չի։ Իհարկե դա պրոբլեմ է եւ դա ձերբակալվի, չէ։ Դե ուղղակի պետք է հիմնավոր այն փաստերը լինեն, որ իրավապահ համակարգը ձերբակալի։ Արդյոք
այդ ուսումնասիրությունները հիմա կան, նախաքննություն կա, գործողություններ կան, ես չեմ տիրապետում, բայց ենթադրում եմ, որ պետք է լինեն, որովհետև հրապարակավ արված հայտարարության հետևից գոնե պետք է գնալ, այնպես ինչպես օրինակ անչափահասների տղաներին, հա, ճեմարանում այդ սեռական բռնության ենթարկելու կամ նման գործողություններ։ Այսինքն հրապարակավ արված նման եղկելի դեպքերը, որոնք հրապարակավ հնչում են։ Սրանց հետևից պարտավորություն ունի իրավապահ համակարգը գնալու։ Գնացել է թե ոչ, ես կարող եմ իմանալ, եթե պաշտոնական գրություն գրեմ եւ ինձ պաշտոնապես պատասխանեն։ Ես խոստանում եմ գրել այդ գրությունը եւ կիսվել ինֆորմացիայով, եթե գաղտնի չլինի ինֆորմացիան, բայց ես չեմ զանգում, ինչ չեն զանգում մեզ ոչ մեկին եւ ասում, գիտեք, մենք sense բան բացահայտեցինք, որովհետեւ ելի եմ ասում դա համակարգ է, եթե որը որ պետք է անկախ գործի, պետք է անկախ գործի, որը պետք է ազատ գործի, պետք է ազատ գործի, որը ուղիղ պետք է մեր ինչպես վարչապետներ, հա, ասել, կառավարությունը ով է, կառավարության ղեկավարն ով է, մեր նախարարները կարող են այլ տեսակետ ունենալ քաղաքական կարևոր, հա, այսինքն տեսակետը չկիսել, չեն կարող, որովհետև այլապես դու չես կարող աշխատել հանուն կարևոր գաղափարներ ունենալ։ Դեմ լինես խաղաղության գործընթացին, ապա շրջափակմանը եւ աշխատես ենթադրենք էկոնոմիկայի նախարար։ Կարող ես լինել, բնականաբար չես կարող լինել։ Այսինքն կան դեպքեր, երբ որ պետք է լինի համախոհություն, սերտ համագործակցություն, տեսակետների միասնություն, այո, տեղ կա, որտեղ մենք դրան չենք կպնում, մասնագիտական լուրջ աշխատանք է եւ վերջ, մենք չենք խառնում, այդ համակարգն էլ առանձին համակարգ է, մենք իրականում չենք տիրապետում, եթե հիմա գործողություններ կան եւ եթե հիմնավոր են լինելու, ապա իհարկե պետք է օր առաջ հետախուզում, ձերբակալում եւ այլն։ Դա միանշանակ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էր։ Այս ժամի համար այսքանն ենք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։